Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի և նրա ամուսնու Գուրգենի ձեռք բերած տունը։ Շատերը տեսնելով առաջին իսկ կադրերը ապշած են դրա գեղեցկությունից և շքեղությունից։ Շատ մեկնաբանություններ են գրվել այն մասին, որ Գուրգենն ասես դղյակում է պահում իր կնոջը Ռոզային։ Շատերն էլ նշում են, որ միգուցե այս տունը նրանք երկուսով են ձեռք բերել, և այդքան էլ այդպես չէ։ Թե իրականում որտեղից այս տունը, դժվար է ասել, մեզ մնում է միայն փաստել, որ իրականում այն բավականին ճաշակով և էսթետիկ տեսք ունի։ Շքեղության մասին ոչինչ ասել չենք կարող, բայց այն իր ոճով տարբերվում է Ռոզայի հայրական տնից, այստեղ գերակշռում է սպիտակը, ամեն ինչ ավելի հանգիստ է ընտրված և ոչ ցայտուն։ Վերջերս համացանցի քննարկման թիվ 1 թեման երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր։ Հարսանիքն անսպասելի էր այնքանով, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հայտնել նշանադրության մասին, թե իսկ նախքան նշանադրությունը ևս չէր խոսել իր անձնականի մասին։ Մարդիկ գիտեին, թե Ռոզայի սիրտն ազատ է, սակայն մի քանի հրապարակումներով Ռոզան ակնարկել էր, որ սիրելի ունի, ցույց տալով իրեն ուղղված կերշքեղանակնկալները։ Դրանք անթիվ անհամար էին։ Համացանցում Ռոզայի նշանադրությունից հետո տեղեկություն տարածվեց, որ նրա սիրելին կապ ունի կողական աշխարհի հետ։ Սակայն հարսանիքից հետո լուրեր պտտվեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ռոզայի սիրելին Գուրգենը ռուսաստանցի գործարար է։ Նշենք, որ զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել էր նշել երջանկայի շատակ հայրիկի ծննդյան օրը, ով մահացել էր տարիներ առաջ։ Համացանցում Ռոզայի հրապարակումներին կից մեկնաբանություններ են գրվում, որ ամուսնությունից հետո նա տանջված և տխուր տեսք ունի։ Ռոզան իհարկե այս ամենին ծիծաղով է վերաբերվում։ Նա երեկ ինստագրամյան հարթակում սթորի էր հրապարակել, կրկին անգամ ակնարկելով, որ ինքը երջանիկ է և խորհուրդ տալով չհավատալ այն լուրերին, որոնք հրապարակվում են։ Մի հավատացեք այն լուրերին, որոնք որ տեսնում եք, ինձ մոտ ամեն բան լավ է, նշել էր դերասանուհին։ Ներկայացնում ենք դերասանուհու հարսանիքից մի քանի կադրեր։